Այ հիմա սկսվում է ամենահետաքրքիրը։ Վերջ, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները Սաուդյան Արաբիայում ավարտվեցին, Ուկրաինան համաձայնվեց 30-օրյա զինադադարին, որին պիտի հաջորդեն խաղաղության բանակցությունները Եվրոպայի մասնակցությամբ և Ուկրաինայի անվտանգության երաշխիքները հաշվի առնելով։ Ի դեպ, բանակցությունների ժամանակ չեն քննարկվել ոչ Զելենսկու հրաժարականի և ոչ էլ Ուկրաինայի զինված ուժերի կրճատման պահանջները, որոնք առաջ էր քաշում Կրեմլը։ Հիմա գնդակը Պուտինի դաշտում է և եթե նա մերժի ԱՄՆ-ին, ապա կընկնի Թրամփի ճնշման տակ։ Պուտինը այլևս լավ լուծումներ չունի թե զինադադարին համաձայնելը և թե այն մերժելը խիստ վտանգավոր են անձամբ Պուտինի և նրա չեկիստական հանցավոր ռեժիմի համար։ Առաջին դեպքում Պուտինին սպասում է պատերազմի հաշվին հարստացող և իմպերիալիստական գաղափարախոսությունը կրող ռուս շովինիստների, Z համայնքի և պուտինյան մերձավոր շրջապատի բազեների թևի Պատրուշեև, Սեչին, Չեմեզով, Գերասիմով, Շոյգու և այլն խիստ քննադատությունը և ճակատից վերադարձած տասնյակ հազարավոր զինված և խիստ դժգոհ մարդկանց ցասումը դրանից բխող վտանգներով, պալատական հեղաշրջում և քաղաքացիական պատերազմ, իսկ երկրորդ դեպքում Պուտինը կստանա նոր և ավելի շատ կոշտ պատժամիջոցներ, իսկ Ուկրաինան մահաբեր զենքերի լայն տեսականի, որոնք կհանգեցնեն ռուսական բանակի ջախջախիչ պարտությանը ռազմաճակատում, Ռուսաստանի տնտեսության կոլապսի և ի վերջո պուտինյան չեկիստական ռեժիմի փլուզմանը։ Մեռա ասելով, Վլադիմիր Պուտինը անկյուն քշված առնետ է, որի օրերը, շաբաթները հաշված են։ Խառնակ վիճակ Մոսկվայում լինելու է, մնացածը մենք կանենք։ Հաշված ամիսներ անց Առաջին հանրապետությունը վերածնվելու է, պատրաստվեք։ Facebook-ի իր էջում գրում է Վահե Գասպարյանը։ Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ամերիկա-ուկրաինական բանակցությունները տևել են շուրջ 9 ժամ։ ԱՄՆ-ն ներկայացրել են պետքարտուղար Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Ուոլցը, Ուկրաինան Զելենսկու աշխատակազմի ղեկավար Երմակը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սիգիբան և Ումերովը։ Փորձագետները կարևորում են, որ բանակցությունների ավարտին կողմերը ոչ թե առանձին, այլ համատեղ հայտարարություն են տարածել, դա համարելով տեսակետների եթե ոչ ամբողջական համընկնման, ապա առնվազն ընդհանուր պատկերացումների առավելագույն մերձեցման արտահայտություն։ Ամերիկա-ուկրաինական համատեղ հայտարարության նախաբանում տեղ է գտել չափազանց կարևոր մի ձևակերպում։ Երկու կողմերի ներկայացուցիչները բարձր են գնահատել իր հայրենիքի պաշտպանության գործում ուկրաինական ժողովրդի քաջությունը և համաձայնել, որ այժմ ժամանակն է, որ սկսվի կայուն խաղաղության հասնելու ճանապարհը։ Փետրվարի 28-ին Սպիտակ տան օվալաձև սրահում Թրամփ-Զելենսկի բանակրվի ընթացքում, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը գրեթե բաց տեքստով Ուկրաինայի առաջնորդին մեղադրել է պատերազմ սադրելու և խաղաղությանը պատրաստ չլինելու մեջ։ Փորձագետները հատկապես առանձնացրել են Զելենսկի-Վենս բանավեճի այն հատվածը, որտեղ Ուկրաինայի առաջնորդը ԱՄՆ փոխնախագահին կշտամբել է ուկրաինական պատերազմի էությունը սխալ ներկայացնելու մեջ, շեշտադրելով, որ իր երկիրը պատերազմում է ագրեսորի դեմ։ Անցած մոտ երկշաբաթյա ժամանակահատվածում ուկրաինական պատերազմի բնորոշման հարցում Սպիտակ տունը քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, եվրոպական այլ երկրների, ինչպես նաև դեմոկրատական և անգամ որոշ հանրապետական կոնգրեսականների կողմից։ Երևում է այդ տարափն իր ազդեցությունն ունեցել է։ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների քաղաքական գլխավոր ձեռքբերումն այն է, որ ԱՄՆ-ն ուկրաինական ժողովրդին ճանաչել է իր երկրի պաշտպանության համար քաջաբար մարտնչող սուբյեկտ։ Այս ձևակերպման ենթատեքստն ավելի քան թափանցիկ է։ Եթե պատերազմող կողմերից մեկը քաջաբար պաշտպանում է իր երկիրը, նշանակում է, որ մյուսն այդ երկիրը ոչնչացնելու նպատակով հարձակվել է նրա դեմ։ Փաստացի Դոնալդ Թրամփը իսկ առանց նրա համաձայնության Ջիդդայի բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նման չափազանց սկզբունքային բնորոշում տեղ չէր գտնի։ Վլադիմիր Պուտինին միջազգայինորեն ճանաչում է ագրեսոր։ Ջիդդայի բանակցությունների ավարտին ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ մոտ օրերս կկայանա ռուս-ամերիկյան հանդիպում։ Ըստ արևմտյան աղբյուրների Մոսկվա է գործուղվում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցը, բայց որպես Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց։ Սա նշանակում է, որ նա Մոսկվա կմեկնի անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ քննարկումներ ունենալու առաքելությամբ։
Ավելի պարզ ասած, Ուոլցը պատրաստվում է Վլադիմիր Պուտինին փոխանցել Դոնալդ Թրամփի ուղերձը։ Ուկրաինան համաձայնել է ռազմաճակատային գծի ամբողջ երկայնքով, օդում եւ Սև ծովում 30-օրյա հրադադար հաստատելու եւ անհապաղ բանակցություններ սկսելու առաջարկությունը։ Այժմ ինչպես պետքարտուղար Ռուբիոն է ձևակերպել, գնդակը Ռուսաստանի կողմում է։ Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ Ուկրաինան նույնպես պետք է ցավոտ զիջումների պատրաստ լինի, բայց ռուս-ուկրաինական պատերազմի բնույթի ամերիկյան սահմանումը, որ ուկրաինական ժողովուրդը քաջաբար պաշտպանում է իր երկիրը, Մոսկվայի համար ոչ մի առումով ընդունելի չի կարող լինել։ Պուտինին իհարկե Ղրիմի եւ Դոնբասի մյուս ուկրաինական տարածքները պետք են, բայց որպես Կիևի նացիստական ռեժիմից ազատագրված պատմական ռուսական հողեր։ Եթե դա միջազգայինորեն չի ճանաչվում, ապա ստացվում է դե ֆակտո օկուպացիա, ինչպես մերձ Բալթիկան ԽՍՀՄ տիրապետության տակ։ Իսկ դա Ռուսաստանին ոչ թե պատիվ եւ զարգացում, այլ միջազգային հեղինակազրկում, մեկուսացում եւ մարգինալացում է խոստանում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին առաջարկությունը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ Ես ողջունում եմ Ջիդայում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բանակցություններում ձեռք բերված առաջընթացը եւ մասնավորապես հնարավոր 30-օրյա հրադադարի գաղափարը, ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։ Նրա խոսքով այժմ գնդակն ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է։ Ուկրաինան ձգտում է խաղաղության եւ պատրաստ է բանակցել պատերազմն ավարտելու համար, այս մասին Սաուդյան Արաբիայում ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է CNN-ը։ Պետք է քննարկել ամենակարևորը, ինչպես սկսել այս գործընթացը, իսկ մենք շատ բաց ենք, մենք ցանկանում ենք շատ կառուցողական, խորը բարեկամական գործընկերության վրա հիմնված զրույց ունենալ մեր ամերիկացի գործընկերների հետ, Ջիդայում լրագրողների հետ զրույցում ասել է Երմակը։ Նրա խոսքով ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներն Ուկրաինայի համար շատ կարևոր են, որպեսզի համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանին թույլ չտան կրկին հարձակվել։ Երմակը հավելել է, որ հանդիպման առաջնահերթությունը Մոսկվայի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու գործընթացի մեկնարկն է։ Միաժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե ինչ զիջումների է պատրաստ Ուկրաինան խաղաղության համաձայնագրին հասնելու համար։